Նախ մենք պետք է հիշենք, որ սա Իրանի եւ Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժությունը չէ։ Նախորդ տարի էլ նրանք անցկացրել նույն խորագրով, Արաքս խորագրով զորավարժությունը եւ տվյալ դեպքում այն անցկացվել էր Իրանի տարածքում։ Այս զորավարժությունների հայտարարված նպատակը սահմանային անվտանգության բարձրացումն է, սահմանների պաշտպանությունն է եւ այլն։ Եվ հետևաբար այս համատեքստում տրամաբանական է, որ դրանք անցկացվում են սահմանի երկու կողմերում։ Իսկ Արցախը մենք գիտենք, որ Իրանի հետ ուներ բավականին երկար սահման, որը այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Եվ այս առումով տրամաբանական է, որ զորավարժությունները կարող են ընդգրկել նաև այս տարածքները։ Իսկ թե ինչու է օրինակ իրանական կողմը մասնակցում դրան, ներկայություն գտնում Արցախի տարածքում, ապա այստեղ էլ մենք պարզապես պետք է հիշենք իրանական կողմի դիրքորոշումը։ Իրանցիները բազմիցս շնորհավորել են Ադրբեջանին, այսպես կոչված պատերազմում հաղթանակի հետ կապված, եւ հետեւաբար այս համատեքստում էլի զարմանալի չէր, որ իրանցիները մեկնելու են Արցախի օկուպացված տարածքներ եւ մասնակցելու են այդ զորավարժությանը։ Մյուս կողմից մենք նաև պետք է հիշենք այն մտավախությունները, որ Իրանն ուներ պատերազմից հետո, մասնավորապես ահաբեկիչների հետ կապված, Իսրայելի ներկայության հետ կապված Արցախի օկուպացված տարածքներում, հետևաբար այս համատեքստում եւս իրանական կողմի համար ինչու ոչ մերժելի չէ գտնվել այդ տարածքներում, որոնց հետ կապված ուներ մտավախություններ եւ ապահովել ճակերտավոր ասած իր ներկայությունը ու հասկանալ տեղում իրադրությունը։ Ուրալօղլուն իրականում, եթե մենք հետևում ենք թուրքական կողմի հայտարարություններին, ապա բավականին հաճախ հայտարարություններ հնչեցնում Զանգեզուրի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված եւ ամեն անգամ դրան արձագանք սպասել այն էլ իրանական կողմից, կարծում եմ տեղին չէ։ Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում իրանական կողմի դիրքորոշմանը, դրա փոփոխությանը, ապա իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ այս հարցում իր դիրքորոշումը չի փոփոխվել եւ մինչեւ վերջերս էլ տարբեր առիթներով, տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, թե հայ, թե ադրբեջանական կողմի հետ հանդիպումների ընթացքում Իրանից շեշտել են այս հարցում իրենց դիրքորոշումը եւ անգամ Հայաստանում Իրանի դեսպանն է բազմիցս վերահաստատել, որ իրանական տեսակետը այս հարցում չի փոխվել եւ չի փոխվելու, քանի որ սա շատ պարզ է, առնչվում է անմիջապես Իրանի շահերին։ Համենայն դեպս վերջին 5 տարվա ընթացքում մենք տեսել ենք այն, որ այդ դիրքորոշումը պարզապես չի փոխվել։ Ինչ վերաբերում է Իրանի փորձագիտական համայնքի գնահատականներին, ապա այստեղ միանշանակ գնահատականներ չկան։ Կան փորձագետներ, ովքեր համարում են, որ Ադրբեջանը արկածախնդրության չի գնա եւ չի փորձի օրինակ ուժի միջոցով բացել այսպես կոչված միջանցքը եւ կբավարարվի Իրանի տարածքով երթուղի ունենալով։ Եվ կան փորձագետներ, ովքեր ունեն հակառակ կարծիքը, համարելով, որ Ադրբեջանն ի վերջո գնալու է արկածախնդրության, Ադրբեջանը ի վերջո փորձելու է ամեն կերպ բացել այդ միջանցքը։ Այսինքն այս առումով չկա միանշանակ մոտեցում, կան տարբեր կարծիքներ, որոնք ինչ որտեղ խաչվում են, ինչ որտեղ լրիվ հակընդդեմ կարծիքներ են ու որևէ միանշանակ գնահատական չկա, կան երկու հնարավոր սցենարներն էլ։